Նայում եմ, ինչ է 3 տեղի ունեցել իմ ծննդավայրում, որ ես թողել եմ 55 տարի առաջ եւ երբևէ չեմ եղել։ Պարոն Չալոմյանը ծնվել է Իրաքի Մոսուլ քաղաքում, 12 տարեկան էր, երբ ընտանիքը եկավ Հայաստան ու փոքրիկ տղայի կյանքը բաժանվեց երկու մասի՝ Իրաքի մանկություն եւ հայրենիքի, որտեղ հեշտ չէր։ Ես խնդիր եմ ունեցել ոչ թե ինքնահաստատման, այլ ինտեգրման։ Սկզբից պետք է դու շաղախվես քո ժողովրդի հետ, քո հասակակիցների հետ։ Բնականաբար ինձ համար շատ դժվար էր արևմտահայերենից մեկ անգամից ցած կատարել արևելահայերենը։ Դա էլ հաղթահարեց, բայց արևմտահայերենը չմոռացավ։ Եթե գուզեքն է քեղեցիկ հնչեղություն լա մեր սուրիահայերու համար, իրաքահայերու համար, որոնք այսօր Հայաստան կգտնվին, իրենց համար ավելի մատչելի պիտի լա իմ արևմտահայերեն մտածելակերպը, մինչև իմ մայրիկի մահը ես նրա հետ միայն արևմտահայերեն եմ խոսել։ Մայրն ու հայրն արևմտյան Հայաստանից են։ Երկու կողմերից իմ ծնողները եւ նրանց ծնողները ծագումով Արևմտյան Հայաստան Տիգրանակերտ քաղաքի Տիգրան Մեծի ուրեմն հետնորդներն ենք, այդպես կարող եմ ասել։ Հոր խոսքերը մինչև օրս չի մոռանում։ Իմ հայրը միշտ ասում էր չմոռանաս արաբերենը։ Այդ ժողովուրդը, արաբ ժողովուրդը բարյացկան վերաբերմունք ա ունեցել մեր նկատմամբ ցեղասպանությունից հետո։ Ինքը ինձ հետ պարապում էր, որից հետո ես ընդունվեցի արևելագիտության ֆակուլտետ, արաբական երկրների բաժին, գերազանցության դիպլոմով ընդունվեցի ասպիրանտուրա։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո անցնում է զինվորական ծառայության։ Պատկերացրեք, հայրենադարձ երիտասարդը ավարտելուց հետո համալսարանը ծառայում է խորհրդային բանակում, սպա, եւ ծառայում եմ որտեղ, ծառայում եմ իմ բախտն էր երևի, ես չգիտեմ, վատ առումով Ադրբեջանում, մեր հայկական Գանձակ քաղաքում, բայց խորհրդային տարիներ էին, որտեղ ասեք պիտի ծառայեին, որտեղ տանեին, ինչպես ա գնում դասերը։ Բայց ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք։ Ծառայության ընթացքում եւս մեկ լեզու սովորեց՝ ռուսերենը։ Իմ հոբին եղել է սինխրոն թարգմանությունը։ Ռուսերեն, արաբերեն, հայերեն, ռուսերեն, արաբերեն։ Կյանքում ինձ առիթներ եղել են բարձր մակարդակով թարգմանություններ արվեն երկրների նախագահների մակարդակով։ Նա կարդում, թարգմանում եւ հաղորդակցում է ռուսերեն ակադեմիական մակարդակով։ Նրան աշխատանք առաջարկեցին Աֆրիկայում, Սիրիայում, Ամերիկայում։ Դուք աշխատեք օրիորդին, ձեր սիրելի դասախոսին, գիտելիքները լիմոնի նման քամեք։ Բաց չթողեք իրեն, որ ինքը դուրս գալիս սրանից շատ հոգնած։ Ապրելով եւ աշխատելով 1 ամիս Բոստոնում, նա կարողացավ տեսակավորել մի շարք փաստաթղթեր, որոնք շատ կարևոր էին հայրենադարձների արաբերենից հայերեն, արաբերենից անգլերեն, որոնք շատ կարևոր էին հետագա ուսումնասիրություններում։ Ես անցա աշխատանքի Հայաստանի Հանրապետությունում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունում, ուրեմն դեսպանի խորհրդական 17 տարի շարունակ։ Միաժամանակ համատեղելով իմ մայր բուհի եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հատուկ կուրսեր սկսեցի պատրաստել, կարդալ, առաջին բուհական ձեռնարկները հայերեն լեզվով։ Մյուս գլուխները։ Մյուսը ռուսական դիվանագիտության կայացման հիմնական փուլերը, այո, դիվանագիտության Ռուսաստանի Դուք չեք հանդիպի որևիցե ուսանողի եւ ներկայիս եւ ավարտած ուսանողի, որը ինչ որ վատ բան հիշի, վատ ինչ որ էպիզոդ հիշի պարոն Չալոմյանի կարդացած դասախոսություններից կամ նրա հետ այդ շփումներից։ Կառավարում է ամբողջ լսարանը։ Դա էլ է արվեստ, դա էլ է հմտություն, այդ հմտությունը ինքը տիրապետում է։ Պարոն Չալոմյանը հպարտանում է հաջողության հասած իր ուսանողներով։ Լավագույններին պարգևատրում է իր իսկ հեղինակած մասնագիտական գրքերով։ Շատ քիչ դասախոսներ կան, ովքեր աշխատում են իրենց վրա։ Բայց պարոն Չալոմյանը այն մարդկանցից է, որ ես տեսնում եմ ինքը միշտ նայում է, միշտ սովորում է, միշտ նորացնում է իր դասախոսությունները, որը շատ կարևոր է։ Այսօր նա ոչ միայն դասավանդում է, այլև ղեկավարում բուհի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության եւ հաղորդակցման ամբիոնը։
իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն, ճապոներեն եւ չինարեն։ Ամբիոնը մեր հիմնադրվեց 2010-ին եւ ամենակարևոր ամբիոններից, առանցքային ամբիոններից մեկն է մեր ֆակուլտետի, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի։ Այո, ես բոլորին ասել եմ, միշտ էլ կրկնում եմ, որ դուք այստեղ աշխատելով գիտի չզգաք, որ ունեք ամբիոնի վարիչ։ Ամբիոնում հիմնականում կանայք են։ Մեծ մասը, այո, 15 կանայք, 2 տղամարդիկ։ Եվ մի գաղտնիք ասեմ, եթե մենք մի բան ուզում ենք ամբիոնում, որ ոչ ոք չհասկանա, մենք իրար հետ արաբերենով ենք այդ շփումը իրականացնում։ Ասսալամու ալեյքում ռահմաթուլլահ բարակաթուհ։ Այդն վասալամ։ Միակ լեզուն է, որ այդքան կին ոչ մեկը չի հասկանում։ Պարոն Չալոմյանը 2 զավակների հայր է, արդեն 3 թոռ ունի։ Նրանք բոլորն էլ այստեղ են, հայրենիքում։ Հայրենասիրությունը քո արյան մեջ պետք է լինի։ Հայրենասիրությունը ձեռք բերովի չի։ Հայրենասիրությունը նաև դաստիարակություն է։ Ընտանեկան դաստիարակություն է։ Այդ հարցը միշտ քննարկվել է իմ տանը։ Ինչպես արևմտահայերն են ասում, քովքովի քանք, ասի մեկ երթի դակ պիտի ապրենք մենք ի վերջո, սա մեր բոլորիս հայրենիքն է։ Մենք այստեղ ավելի ամուր ենք կանգնած, քան դրսում։